Բագրատյանը լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ այսօր դուք եւս մասնակցում եք կազմակերպված ջահերթին դեպի Ծիծեռնակաբերդ նախ ինչ խորհուրդ ունի այն 110 տարի անց եւ ինչպես կմեկնաբանեք ինչ գնահատական կտակ որ այս օրերին Հայաստանի իշխանությունը պետական մակարդակով շղթողական քաղաքականություն է վարում։ Ну առաջին մասով մենք ջահերի երթ ինչի համար մենք գնում ենք Այսպես ասեմ, գերեզման չեն գնում մեր անցավորների հիշատակին, մենք գնում ենք մեր ժողովրդի հիշատակին, իրանց ոնց որ ասած գերեզմանն էլ բանն է, Ծիծեռնակաբերդն է, էլի։ Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին չեն գալիս, դե իշխանությունները ես իրականացնում են թուրքերին գցնելու, դուր գալու քաղաքականություն, չնայած այդ ամեն ինչից օգուտ չեն կարողանում ստանալ։ Մեկը թուրքերը իրանց չեն նկատում։ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ պետք է խորապես ուսումնասիրել, հասկանալու համար ինչ է տեղի ունեցել 15 թվականին։ Սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում։ Դրանք հիմար անպատասխանատու արտահայտություններ են, որը բնորոշ է կրթություն չունեցող մարդուն։ Եթե շատ է ուզում, կարող ենք Զոլյանի ինստիտուտից տրամադրել 1.5 միլիոնի բոլորի անուն ազգանունը։ Այդ Փաշինյանը չէր հելնում մի բաներ ասում էր, ժողովուրդն ավելի բարձր կատեգորիա է, քան թե ազգը, տարրական բաներ չի կարդացել, տարրական բաներ, գնա Սեմ Հանթինգտոն կարդա, Դանիել Բեք կարդա, Թոյնբի կարդա, համքով ցեղասպանությունից կիմանաս համիս բաներից այդ գիգանտներ են համաշխարհային մտքի, համ էլ կհասկանաս ինչ բան ազգը, ինչ բան ժողովուրդը։ Նաև տարի մեկ դար անց մենք տեսանք, որ Թուրքի ձեռագիրը չի փոխվել, նրա փոքր եղբոր Ադրբեջանի ձեռքով էլ Արցախում ցեղասպանություն իրականացվեց, բայց այս օրերին իշխանությունը խոսում է այն մասին, որ պետք է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Դուք սա ինչպես եք գնահատում, որակում եւ նաև նշեմ, որ Թուրքիան էլ պնդում է, որ մինչև խաղաղության պայմանագիրը չկնքվի, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։ Այդ խաղաղության պայմանագիրը ինչ ասես չզիջեցինք, այտենց էլ չի կնքվում, որ կնքվել մեզ ոչինչ չի տալի, որովհետև նրա մեջ ես նախադասություն չկա, որ Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականություն։ Այդպիսի նախադասություն համենայն դեպս այդ 17 հոդվածները, որոնք առանձին մամուլում քննարկվել են, չկա։ Եվ այդտեղ հարց է ցակում մեզ դա ինչներից է պետք է այդ խաղաղության պայմանագիրը, ավելի քան վտանգավոր է։ Այսօր այդ խաղաղության պայմանագրում փորձում են գոնե ինչ-որ միջանցքի հարց լուծել ադրբեջանցիք։ Եվ ձգձգում են, արդեն քանի տարի է, 3-4 տարի է ձգձգում են, դա մեզ պետք չի։ Վաղը նաև Ծիծեռնակաբերդ է այցելելու թուրք պատմաբան գրող եւ իբրև հայամետ հայ գաղափարներով օժտված Թաներ Աքշամը, դուք ինչպես կգնահատեք, արդյոք ձեզ համար ընդունելի է, որ նա լինելով թուրք, ազգությամբ լինելով թուրք, այցելի Ծիծեռնակաբերդ։ Այո, ինձ համար ընդունելի է։ Ինչ առումով։ Թուրքը ինչ է, մարդ է վերջապես։ Ընդունում է մեր ցեղասպանությունը եւ գնում է զոհերի գերեզմանին։ Ինչ կա դրա մեջ չընդունելու։